Ու վերադառնալով օրվա խորհրդին, ինչպես հասկանում եք, ես արդեն բազմոցին մենակ եմ, որովհետև Միկան հայտնվեց մեր շատ սիրելի գործընկեր Անուշի մոտ խոհանոցում, բարի լույս։ Նորից բարի լույս։ Մանե։ Բարի լույս Միկա։ Դու սպասում ես, որ այս աղեկներ ես քեզ տամ, չէ՞։ Շնորհավոր քո ապրիլի յոթ, սիրելի Անուշ, սա քեզ։ Շատ շնորհակալ եմ։ Դու շատ գեղեցիկ ես, դու շատ լավն ես, դու ամենաբարի մարկանցից մեկն ես, որ ես իմ կյանքում տեսել եմ։ Շոյված եմ, շնորհակալ եմ շատ Միկա։ Շնորհավորում եմ Մանե նաև քեզ եւ բոլոր մեր գործընկերներին ու բոլոր հեռուստադիտողներին ու մայրիկներին, հատկապես իմ մայրիկին։ Այո։ Ու ասեմ, որ Այսօր մենք ինչից ենք խոսելու եւ ինչ ենք պատրաստելու։ մենք խոսելու ենք մայրիկներից, հիշելու ենք մայրիկների պատրաստած ուտեստները եւ իհարկե մանկության համը, վերադառնանք մանկություն, մի քիչ կհիշենք մեր մայրիկների պատրաստած անուշ ճաշերը։ Եվ երեք մայրս իմացավ, որ մենք պետք է այսօր պատրաստենք հետաքրքիր մեր մանկության բաղադրատոմսերից ուտեստներից եւ նա պատրաստեց մրջնաբուն իմ սիրելի թխվածքը, որպեսի բերեմ եւ ձեզ հյուրասիրեմ, որովհետեւ այս մրջնաբունով համտեսում է, ուրիշ ոչ մի մրջնաբուն այլևս չի հավանում, իսկապես շատ համեղ է։ Մենք քիչ հետո դա կպարզենք։ Ես վստահ եմ, որ համեղ է, բայց արի հիմա պատրաստենք Արի նախաճաշը, մեր մանկության նախաճաշը։ Ինչ ենք պատրաստելու։ Ես ուզում եմ հասկանալ ինչ բաղադրիչներ են սեղանին, որովհետև հեռվից միայն սպիտակ ափսեներ եմ տեսնում։ Ներկայացնենք։ Պատմեք։ Ջուր, ալյուր, շաքարավազ, բրինձ, կարակ եւ կաթը արդեն բլբլթում է։ Մոտավորապես կհասկանաք Արդեն բարձ է ամեն բան։ Ասա Մանե։ Պատրաստելու եք կաթնով, Եվ հասկացա, եւ խավից։ Այո։ Ես շատ եմ սիրում խավիցի շփոթ։ Իսկ խավիցը ավելի ջրիկ եք անելու, թե գնդակներ եք պատրաստելու։ Քեզ ոնց է պետք։ Ինձ գնդակներ Դու են ինչպես ես։ որովհետև այո, մանկությունը փոքրիկ խավիցային գնդակներով է։ Ես քանի որ փոքր ժամանակ չէի սիրում գնդիկներ, բայց քանի որ ես քեզ շատ եմ սիրում ու սիրելի Մանե, ես այսօր գնդիկներով կպատրաստեմ հատուկ քեզ համար։ Շնորհակալ եմ անչափ։ Ես իմ տեղը զիջեմ Անուշին, որպեսզի չխանգարեմ։ Մենք հիմա, քանի որ կաթը արդեն եռում է, այստեղ բրինձը արդեն լվացել եմ, ավելացնենք թող միասին եփվի։ Ես վերջին անգամ խավից կերել եմ երևի 7 տարեկան։ Ես իմ երեխաների համար հաճախ եմ պատրաստում իդեպ։ Այդքան վաղուց Խավից ես չեմ հիշի երբ եմ փորձել, բայց այ կաթնովը կհիշեմ։ Մանկապարտեզում։ Մանկապարտեզում։ Հա, ու էլ երբեք չեմ կերել։ Չեմ սիրում։ Չես սիրում, Չեմ ես հասկանում ինչու սիրում են եմ։ կաթին տանջում բրինձի հետ եփելով։ Որովհետև կաթին առանձին սիրում եմ, բրինձին առանձին շատ եմ սիրում, բայց այդ դուետը չի ստացվում ինձ մոտ։ Քանի որ ես սիրում եմ կաթնով, իսկ Միկան սիրում է խավից, մենք որոշեցինք պատրաստել մեր մանկության համերը այսօր։ Եվ ես արդեն սկսեմ։ Այո, դա է ուրեմն խավիցն ու կաթնովը։ Եվ իհարկե պետք է նախապես բովենք ալյուրը, նոր անցնենք։ Բավական է այսքան, թե։ Այո, բավական է։ Ես հիշում եմ, որ արագ-արագ պետք է խառնենք, չէ՞։ Շատ ճիշտ է, պետք է արագ խառնենք, բայց այստեղ մեկ վայրկյան, որպեսզի չանջատվի, ահա։ Մինչև որ կբովի, Մանե, որն է քո մանկության համը, մայրիկի պատրաստած ամենահամեղ ուտեստը քեզ համար։ Դե այն ինչ պատրաստում եք իսկապես մանկություն տանող ուտեստներ են ու անկախ ժամանակից բոլորի մանկության հետ կապ ունեցող, ինչպես նշեցիր, քո երեխաների համար ես նաև պատրաստել, հիմա էլ շատ մայրիկներ պատրաստում են։ Իսկապես մեր ռեժիսորը հենց նոր հուշեց, որ գոգլի պատրաստել եք դուք։ Այո, Մայրիկս չգիտեմ ինչ բաղադրատոմսով էր պատրաստում եւ շատ յուրահատուկ կարելի էր պատրաստել հենց հիմա գոգլի։ Հենց հիմա գոգլի։ Բայց ինչքան ենք դժվարանում, չէ՞, գտալով խառնում ենք արագ-արագ։ Ամենահաճելին էր, բայց։ Այո, իսկապես, այս ուտեստներն էին, թխվածքները մայրիկը շատ համեղ տորթեր էր պատրաստում ու ես նրանց օրինակ այդ գաղտնիքը սովորել եմ, ես երբեք ժամով չեմ պատրաստում որևէ թխվածք, օրինակ չգիտեմ 15 րոպե, 20 րոպե, ես հասկանում եմ, որ թխվածքը պատրաստ է, երբ բույրը տարածվում է տնով մեկ։ Իսկ փայտիկով չեք փորձել։ Հետո հանելուց հետո անպայման, բայց մայրիկը երբ տորթ էր թխում, դա պատրաստում էր մեծ կաթսայի մեջ ու ինձ համար ամենահետաքրքիր պահը ձվի սպիտակուցը առանձին հարելն էր ու միշտ վերջում պտտում էր այսպես տարան հասկանալու համար բեզեն լավ է ստացվել թե չէ, երբեք չէր թափվում։ Ես մի անգամ վատ փորձ ունեցա մայրիկի այդ հնարքը կիրառելու ընթացքում ամբողջ խոհանոցը սպիտակուց էր եղել
եւ հետո էլ չեմ փորձում։ Միկա, իսկ քեզ համար բացի խավիցից, Շատ ես մի իրականում փոքր երևի ցածրացնեմ։ իրականում շատ բարդ հարց է տալիս, որովհետև բոլորը ինչ պատրաստել է իմ մայրիկը, ինձ տանում է այդ համավությունների, այդ մանկական հիշողություններ, բայց երևի թե ես կհիշեմ ու կասեմ հիմա ոսպով ապուրը։ Այո, ես է ոլորով եմ շատ սիրում։ Ոսպով ապուր ու դա նաև ես հիշում եմ մանկապարտեզում մենք շատ հաճախ ենք ուտում ոսպով ապուր ու այդ ոսպով ապուրն էր որ հիմա ուտում եմ ինձ միանգամից տանում է դեպի մանկություն։ Մեր մանկապարտեզում շատ համեղ պատրաստում էին ոսպով եւ բրնձով փլավ։ Ու մինչև հիմա ես տանը երբ պատրաստում եմ, ինձ շատ փոքր երեխա եմ զգում, որ այդ ուրախությամբ սպասում է իր ամենասիրելի ուտեստին ոսպով բրնձով, դա մանկապարտեզի ամենասիրելին էր։ Եվ մի ուտեստ ունեինք մանկապարտեզում, որը չգիտեմ ինչ անուն ունի իրականում, ես ասում եմ քամած բորշ։ Երևի տապակված Բաջարեղեններ, այո, բայց հիմնականում կաղամբն է, կաղամբ, կարտոֆիլ, բազուկ ու գազար, այն բոլոր բաղադրիչները, ինչ կա բորշի մեջ, առանց դա ջրի։ չգիտեմ։ Ես Դա ասում ուրեմն եմ, ուղղակի թանձր բորշն է։ մեզ մանկապարտեզում տվել են քամած բորշ, քամել են բորշը, տվել են։ Ինձ թվաց գոգլի ես պատրաստում անու չէի տեսել ես։ Ոչ, մենք քանի որ հապկիթը չէինք բերել, չպատրաստեցի, ես շաքարավազը խառնեցի ջրին, արդեն տաք ջուր է, որպեսզի ավելացնենք ու սկսենք խառնել, բայց մինչ այդ ասեմ ինչը ինձ համար, մանկության համար, դա բալի կոմպոտն է, բալի նյութը, որ ես Ու այն տարաները, չէ։ Որի վրա միշտ կար փոշի ու պետք էր դա մի լավ մաքրել, հետո նոր բացել։ Այո։ Այ, հիշեցի։ Բացի բալից էլ ինչ եք սիրում, ինչ մրգի կոմպոտ։ Ազնվամորին։ Դեղցի կոմպոտ։ Միկա։ Դեղցի կոմպոտ։ Այո, Դեղցի կոմպոտ forever։ Բայց նաև ազնվամորին եմ շատ սիրում։ Երբևէ մուրաբայով կոմպոտ ստացել եք։ Իհարկե։ Երկու քթալ մուրաբա։ Մենք եթերից առաջ ես եւ Մանեն խոսեցինք փոքր ժամանակ ինչ ենք անում ու այդ մուրաբայով կոմպոտը Հիշեցիք։ Այո։ Ես մի փոքր ուժեղացնեմ։ Ահա։ Սա Գիտեք նաև եղավ արդեն։ Այո, կարող ենք ջուրը ավելացնել արդեն, բայց Իսկ ես կարող ենք քեզ էլի օգնեմ այդ ցածրացնել։ ընթացքում։ Մի փոքր ցածրացնենք։ Ահա։ Որպեսզի չվառվի։ Հիմա մի փոքր ավելացնենք ջուրը ու պետք է խառնենք, որպեսզի գնդիկներ չառաջանա։ Բայց Մանեն գնդիկները Բայց վերսի։ քիչ է ջուրը, մենք մի փոքր էլ կավելացնենք։ Չէ, Միք, ես նկատի ունեի ոչ թե այն գնդիկները, որ ստացվում են խառնելու ընթացքում, այլ որ վերջում այսպես գնդակներ ենք պատրաստում։ Մենք պետք է Ես ուրիշ բան եմ պատմում։ Բայց կարող ենք այսօր պատրաստել այնպես, ինչպես դու ես սիրում, քանի որ մենք դու մյուս ես անգամ խոհանոցում։ փոխինձ կպատրաստենք այդպես։ Փոխից։ Ահա։ Հիմա մի լավ համասեր զանգված դարձնենք։ Անուշ, մենք այսօր նաև հիշել էինք Միկայի հետ այն փոքրիկ պաղպաղակները, որոնք պաղպաղակի սառնարանում էին արգղի մեջ ու չունեին փաթեթավորում կամ կապույտ։ Կոչվում էր թզուկ այն ժամանակ եւ իսկապես շատ փոքր էր։ Բայց մեզ համար մեծ էր եղել։ Մեծ էր, որովհետեւ մենք էինք փոքր։ Չուներ փաթեթավորում ու բոլորս դրսում խաղացել ենք ցեխոտ, կեղտոտ, գնում էինք այդ պաղպաղակների հետևից, որը ընդհանրապես արժեր 50 դրամ, եւ վերցնում էինք այդ ամանի միջից, արգղի, բացում էինք միակ փաթեթավորումը, որը վրան փակցված այդ թղթի շերտն էր, ու սկսում էինք վայելել դա։ Եվ իսկական համեղ պաղպաղակի համերգը։ Փքված բրինձները հիշում եք։ Մեր ռեժիսորը հիշեցրեց մեզ, այո, փքված բրինձները դպրոցում եմ ես հիշում, դպրոցում կար։ Դպրոցում, Հա, բայց ճաշարանում կար, ես հիշում եմ։ ես վերջերս էլի տեսել եմ բրինձները փքված։ Կանաչ գույն, կապույտ, կարմիր։ Ես ինչ անեմ։ Մենք մի քիչ պետք է ավելացնենք այնքան եւ խառնենք, որպեսզի այս գնդիկները երկար ժամանակ է պետք, որպեսզի այսպես Իսկ կարող է որ դրակը ցածրացեցինք դրա համար։ Ոչ, պարզապես պետք է բացենք։ Ես լարվում եմ, ուղղակի մտածում եմ կարող է չստացվի մեր խավիցը դրա համար։ Վստահ եմ, որ ստացվելու է։ Իդեպ մենք խորշ էինք պատրաստել,
Միկա, մի անգամ պատրաստել էինք ռեժանով, շատ համեղ էր։ Մենք չտեսանք այդ օրը։ Մենք Ռեժան- այստեղ չէինք, որովհետև։ Մի րոպե, Ոչ, այստեղ չէ, դա այստեղ առավոտ խոհարարների։ լուսոյի տաղանում Ռեժանը Չէ, եղել եւ ես ու չէ, Մարեն չէ։ այստեղ չենք եղել։ Ոչ, դա իհարկե Այստեղ չի մեր եղել։ խոհարարների հետ պատրաստել ենք, բայց մի օր այստեղ կարելի է պատրաստել, այո, որովհետև շատ համեղ էր Կարելի է այդպես։ Ռեժանի օր հայտարարել ու տարատեսակ Ռեժաններ։ Ռեժանային բաղադրատոմսեր ներկայացնել, բայց կարծում եմ ամենահամեղը դա հացի վրա քսված ռեժանն է, քիչ էլ աղը աղ։ եւ առանձին լոլիկ։ Ահա։ Ես սուս եմ մնում եւ Եվ վայելում Սիրում եք կատնամթեր։ շատ։ Հրաշալի Իդեպ է։ մանեին ասում էի, հետաքրքիր են, չէ՞, այն մարդիկ, ովքեր որ կատնամտերք ընդհանրապես չեն ուտում։ Այո, ես Կան քո էլ չեմ շրջապատում հասկանում։ այդպիսի Ես չեմ հասկանում, մարդ կա, որ օրինակ պանիրը երբ դրված է մոտիկ, Նեղվում են։ նեղվում են, չեն կարողանում նստել տվյալ սեղանին, իհարկե Ու պետք է զարմանում եք, թե հասկանալ։ մենք ոնց ենք սիրում կատնամտել կամ պանիր։ Առանց պանիր օրինակ մեր սեղանը ես չեմ պատկերացնում, չգիտեմ։ Մեր Բայց տանը իհարկե շատերն նաև են կան այդպես։ մարդիկ, քանի որ այսօր նաև առողջության պահպանման օրն է, պետք է նշենք, որ կան մարդիկ, որոնք շատ սիրում են կատնամթերք, կախված անկախ նրանից դա պանիր կլինի, մածուն, թե թթվասեր, բայց նրանց օրգանիզմը չի ընդունում Այո, կատնամթերք։ այո։ Մենք այդ մարդկանց դեմ ոչ մի բան չունենք։ Եվ ես գիտեմ այնպիսի մարդիկ, որոնք անգամ դեղորայք են օգտագործում, որպեսզի կարողանան գոնե քիչ քանակությամբ, բայց այնուամենայնիվ ուտել, որովհետև նրանց սերը այդքան շատ է։ Կամ բուսական տարբերակով ստեղծված, օրինակ նուշի կաթը կամ այլ ընկուզեղենից թվում է ստացված դա- սոյայի կաթը, տոֆուն, որը փոխարինում է էֆեկտը գոնե։ չի տա, ինչը որ իրական կաթից պատրաստված կատնամթերքն է։ Իսկ կարակը չենք լցնում արդեն անուշ։ Կարակը պետք է ավելացնենք, բայց կաթնովը չխառնեցինք եւ կարծես թե լավ չի ստացվում արդեն։ Կպավ։ Կպավ։ Այդպես են, չէ՞ ասում մեր մայրիկները, կաթնովը կպավ։ Կարակը ավելացնում ենք իհարկե առատ, որովհետև ես շատ եմ սիրում, երբ կարակը կարող եմ այսպես նույնիսկ պանրի պես ուտել։ Մատուցելուց հետո վրան ավելացնելու ենք շաքարավազ, անպայման ման է։ գեղեցիկ տեսք ունենա։ Իսկ հիշում եք, որ կային թխվածքաբլիթներ, որի մեջտեղում քսում էինք կարակը, հետո շաքարավազը, հետո մի թխվածքաբլիթ հավելի փակում էինք եւ պատրաստում Դա էինք մեր մեզ համար առավոտյան պաղպաղակ։ դպրոց գնալու նախաճաշն էր։ Եվ հիմա երեխաները ավոկադոյով տոստ, սաղմոնով։ Նիկա խմի կոմպոտը եւ գնա դեպի մանկություն։ Տեսնեմ, համը քեզ տանում է դեպի Ու ծիծաղելիքները խմեմ ու գնամ։ Աղավարից դուրս գամ գնամ գյուղ։ Իսկ մենք կարող ենք արդեն Շատ համեղ էր, ես գնացի։ 10 վայրկյան անց կարող ենք մատուցել արդեն։ Մայրիկինք փոխանցեց, որ Կարակը հանում է։ ֆանտաստիկա է սա ուղղակի։ Ճիշտ Անպայման։ չափաբաժնով Նա քեզ լսում է։ շաքարավազ, իդեալական Այո։ համად։ Մի խոսքով ես վայելում եմ իմ օրը այսօր։ Եւ այլում եմ իմ մանկությունը։ Մրշնագույնը վերջում։ Բայց դու կհիշես մեր մանկության ափսեները։ Դե որ գնում ենք դեպի մանկություն, գնանք ամբողջությամբ։ Մի լավ վեր հիշենք Ես ամենը։ երբեք չեմ հասկացել ինչու է այդ ափսեն այդքան գեղեցիկ հենց այն հատվածում, որը պետք է փակել Այո։ ուտեստով։ Այո։ Եթե որ ուտես ու վերջում տեսնես թե ինչ է վերջում պատկերված։ Ճիշտ է, քանի որ այս զրույցը վերածվել է ամբողջ թիմի զրույցի, ես անկեղծ կլինեմ հիմա մեր հեռուստադիտողների հետ եւ կպատմեմ, թե ինչ են խոսում այն հատվածում տաղավարի մեր թիկունքում, որը նաեւ լսվում է մեր ականջում։ Մեր սիրելի ռեժիսորը ասում է, որ այդ ափսեներից կար բոլորի տանը, բայց ոչ բոլորն էին օգտագործում, պիտի ասեմ շնորհակալություն մամ, որովհետեւ մենք միշտ կերել ենք այս ափսեներով։ Անկախ նրանց տանի հյուրեր կային, թե ոչ։ Դու երևի միակ մարդն ես աշխարհում։ Դες մի անգամ կոտրել էի Բացառիկներից։ սուրճի բաժակներից մեկը այդ հավաքածուի։ Չասես կոտրել ես։ Կոտրել եմ։ Եվ ինձ թվում էր, որ վերջ կյանքն ավարտված է, մայրիկը հիմա աշխատանքից կգա տուն, ես դպրոցից շուտ էի հասել եւ ամեն ինչ փչացրել էի, հավաքեցի, պահեցի բաժակը, ափսեն, մաքրեցի ամբողջ տունը, անգամ այն հատվածը, որտեղ ոչինչ չէր եղել այդ բաժակից հետ անգամ չկար, եւ սարսափած աչքերով սպասում էի մայրիկին, մայրիկը եկավ տուն, ասաց, իսկ ինչ է եղել։ Ասացի, մամ, կոտրել եմ սուրճի բաժակը, ու արդեն հրաժեշտ էի տալիս մայրիկին։ Վերջում ասաց, դե լավ, ոչինչ, ընդհանրապես սուրճի բաժակ էր, հասկացա, որ կյանքը չի ավարտվում։ Ամեն ինչ նոր է սկսվում։ Մտածեցիր, բա ինչու էին այդքան դողում այդ ափսեների Այո։ վրա, չէ։ Ահա, Հատկապես- մնում է մի փոքր շաքարավազ ցանես։ Որտեղ է մեր շաքարավազը։ Ահա։
Եվ ավարտենք։ Փոքր ժամանակ շատ էինք լսնում շաքարավազը։ Ոնց կուզես, բայց հիշի, որ ես մի փոքր շաքարավազ արդեն ավելացրել եմ։ Քաղցր է սիրում Միկան։ Չէ, ընդհանրապես, հենց Ընդհանրապես եւ ամբողջ ժամանակ հիմա կդատարկի։ վերջ, եղավ, Մեր հա։ մայրիկների պատրաստած բոլոր համերն այստեղ ունեցանք, բոլորը զգացինք։ Իսկապացությունների գիրկն եկավ։ Անհոգ մի տեսակ ջերմություն, չէ, առաջացավ։ Տակ ժամանակ էին, չէ՞, սա ուտում, որ սարճում են, լավ չէր լինում։ Ես հիշում եմ, այո, արագ-արագ ուտում ենք, բիաներսը վառվում էր։ Այո, շատ ճիշտ ես։ Կատնովը ինչ վիճակում է։ Կատնովը մենք մի քիչ ուղակի դեռ ժամանակ ունի։ Այո, դեռ չի եթերում, դրա եպրել, համար մենք հիմա չենք մատուցի, մի քանի րոպե էլ կսպասենք, բայց եթերը կշարունակենք։ Այո, կարող է Անուշ լինի եւ շնորհավոր բոլոր մայրիկներին, մամ ջան, սիրում եմ քեզ։ Մենք առաջարկում ենք, քանի որ դեռ կա ժամանակ, Այո։ փոքրիկ ընդմիջումից հետո վերադառնալ նաև։ Հիմա փոքրիկ դադար մեր եթերում, մենք սպասում ենք Կաթնովին Անուշ։ Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ եւ պարզվեց Կաթնովը պատրաստ է արդեն ու այս ընթացքում Անուշը արդեն տեղափոխեց մատուցման ափսեի մեջ։ Տեսեք, ինչ գեղեցիկ մանկական հուշեր արտնացնող սեղան է Անուշը այսօր պատրաստել մեր բոլորիս համար։ Իսկապես, Միասին։ պետք է շտապել հիմա խոհանոց։ Չգիտեմ, սիրելի Բոլորիս դեմքի հեռուստադիտողներ։ շպիտ եկավ, հիշեցինք մեր մայրիկների շպիտը եւ բոլորին ասենք Անուշ լինի, սիրեք ու փայփայեք ձեր մայրիկներին։ Մենք էլ շտապենք վայելել այս համեղությունները, իսկ դուք, մեր սիրելի հեռուստադիտողներ, կարող եք լսել երաժշտություն, վայելել այս տոնական օրը, ինչպես նոր ես ասացի, մենք էլ կվայելենք այս համեղությունները։ Գնացինք։